Բարև ձեզ, սիրելի իջևանցիներ, մոտ կառնենք։ Ուրեմն, ես չեմ ուզում ներկայացնել երկրի վիճակը, դուք ինձանից լավ գիտեք, մի տնից չենք, մի հալից ենք։ Այս երկարատև պայքարի մեջ մենք եկել, հասել ենք մի կետի, երբ միլիմետր անգամ նահանջի տեղ չունենք։ Հակառակ դեպքում կորցնում ենք մեր երկիրը, կորցնում ենք մեր ժողովրդին, կորցնում ենք ամեն ինչ։ Սերժ Սարգսյանի հակահայ ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը կատարյալ աղետ է արդեն Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Յուրաքանչյուր օր սրանք պղծում են մեր ավանդական արժեքները։ Յուրաքանչյուր օր սրանք հոշոտում են մեր ազգային սրբությունները։ Եվ օր առաջ այս ռեժիմին տապալելը, սրբելը, մաքրելը, դուրս շպրդելը ուղղակի հայ ժողովրդի գոյության ու փրկության խնդիրն է։ Բայց թող իմանան բոլորը։ Այստեղ միավորվել են 3 հայտնի կուսակցություններ, բայց 3 կուսակցություն չէ, 30 կուսակցություն էլ միավորվի, ինչպիսի հզոր անհատել լինի, առանց ժողովրդի գիտագից աջակցության չի կարող տապալել այս հակահայ ռեժիմը։ Ուրեմն իմացեք, հայ ժողովուրդը պիտի իմանա, որ այս պայքարը բոլոր առումներով ազգային ազատագրական է, եւ մեզանից յուրաքանչյուր հայ մարդ պետք է դառնա այս պայքարի նվիրյալն ու զինվորը։ Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ հաղթանակի գաղտնիքը հենց իր մեջ է որ կա։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր ուժը մեր նպատակի մեջ է։ Եվ բոլորս ամսի 10-ին այն մարդը, որ չի գալիս, թաքնվում է, մտածում է, թե իր փոխարեն մյուսը կանի, ամենամեղավորը եւ հանցավորը նա է դառնում։ Իզուր չէ Նապոլեոնը ասել, թշնամիներից մի վախեցեք, ծայրագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն, բարեկամներից մի վախեցեք, ծայրագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն, վախեցեք անտարբեր մարդկանցից, նրանք ոչ դավաճանում են եւ ոչ էլ սպանում, բայց այդ անտարբեր մարդկանց անտարբերության հետևանքով է, որ գոյություն ունի եւ դավաճանությունը, եւ սպանությունը, եւ հայրենավաճառությունը։ Մենք կոչված ենք պայքարելու, կռվելու եւ հաղթելու առաքելությամբ։ Մենք ուժեղ ենք, մեր ուժը ճշմարտությունը հետապնդելու խիզախության մեջ է, մեր ուժը հայրենիքը շատ սիրելու մեջ է, մեր ուժը մեր նպատակի մեջ է, մեր ուժը մեր միասնության մեջ է։ Սերժ Սարգսյանը իր ռեժիմով տապալված է, քայքայված։ Նրանք ունեն փող, բայց չունեն բարոյականություն։ Նրանք ունեն ժողովրդից կողոպտած փող, բայց չունեն ժողովրդի աջակցությունը։ Որևէ երկրի ղեկավար, առաջնորդ, որի ժողովուրդը չի հավատում, չի վստահում եւ չի սիրում, այդ երկիրը երբևէ առաջընթաց ու զարգացում ունենալ չի կարող։ Իսկ Սերժ Սարգսյանին ոչ միայն չեն հավատում, այլ խորապես ատում է ամբողջ հայ ժողովուրդը, որովհետև ինքը իրենք այս թերքատիպ հայերը կայացրել են հետևյալ որոշումը՝ երկիրը կառավարել խաբելով, ժողովրդին հասցնելով բնազդների մակարդակի։ Կերս իրենց ռեժիմ, այս ռեժիմը, որ իրեն նժդեհական է համարում, ուրեմն իրենց գործողություններով ուղղակի խայտարակում հողին հավասար են դարձնում նժդեհին եւ հայ ազգային գաղափարախոսությունը։ Նժդեհը ինչ էր ասում։ Ասում էր. եղիր հպարտ, գոյությունդ քաշ տալու համար մի սողա, մի ստորանա եւ մի ստիր։ Ստել նշանակում է հայոյել ճշմարիտը, ստել նշանակում է դադարել մարդ լինելուց։ Այս հանրապետական կոչված խաժամուժը ուրեմն ամեն օր ստորանում եւ դադարում է մարդ լինելուց, որովհետեւ իրենք երկիրը կառավարում են ստելով, կեղծիկով ու պատրանքով։
Հիշում եք այն արմենիկումներից սկսած, ինչքան ստեր սրանք ասեցին։ Մի օր եկան այս կողքի քաղաքը, թե Դիլիջանը պիտի դարձնենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։ Մի օր Գյումրիում հայտարարեցին, թե Լեննագանը պիտի դառնա նավահանգստային քաղաք։ Սերժ Սարգսյանը 8 թվականին, երբ որ մենք բանտերում էինք, մի օր ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում արդեն սկսել են նոր ատոմակայանի շինարարությունը։ Բոլորն իրեն հարց են տալիս, ատոմակայանը որտեղ են սարքում։ Զանգեզուրում, ես ինչ տարածքներում պարզվում է սուտ է խոսում։ Բոլոր սրանք ուրեմն մի նպատակ ունեն, երկիրը կառավարել խաբելով, ժամանակ շահելով։ Մյուս նպատակը սրանց այն է, ինչքան հնարավոր է փչացնել հասարակությանը, որովհետև փչացած հասարակությունը, այլասերված հասարակությունը հեշտ է ղեկավարվում։ Սրանց համար ամենավտանգավորը ազնիվ ճշտախոս մարդն է։ Տեսեք Զանգեզուրի օրինակը, 6 անգամ դատվածին մարզպետ նշանակեց։ Այո, ամփոփեմ խոսքս հանճարեղ Հրանտ Մաթևոսյանի խոսքերով, երբ հողիդ այլևս տեր ես, երբ քեզ խեղճ ու չնչին են կարծել և իրենց մռութին կերել, երբ իրենք գող են ու բոզ և նույնը քեզ են կարկադրել ու նորից կերել կավատի իրենց ռեխին, օրն ուրեմն մոտ չէ, այլ այսօր է, այսօր ու այստեղ է շրջադարձը, լավ լսիր, այս խոսքերը տարածիր, մի վախեցիր, մի թող որ վախեցնեն և աչքը հանիր վախեցնողների, լծված է արդեն բաժակը թունոտ, համբերելու ժամն անցել է արդեն, ելնենք կռվելու խնդությամբ քինոտ ու հպարտ կանգնենք մութ բռնության դեմ, այս դառն օրերի մտնում մահաբեր, արնոտ խնջույքի, այս կեղծ զնդանում, դավաճան են նա, ով լռում է տեր, մատնիչ է, ով իր սուրը չի հանում, հաղթանակ, հաղթանակ,